Կալուգացի Սամոյի լեզուն պտտվում է պարգևավճար ու աշխատավարձ բառերն արտասանի։ Այս բարդը իրոք աչքից լավ չի հասկանում ինչն ինչոց է այս երկրում։ Ասում է 1 դրամ աշխատավարձ եմ ստանալու, պարգևավճար չի լինելու, այս չի լինելու։ Ուժեղ տղա, որ այդքան ուժեղ ես, որ այդքան տենց Forbes-ի ցուցակում ես, դոլարային միլիարդատեր ես։ Ինձ կարաս ասես օրինակ Հալիձորի մանկապարտեզի վրա քո հեծը 250,000 դրամ հավելագրումը խի է արել։ Այ մի դրամ ստացող տղա։ Կամ ասենք Շամբի միջնակարգ դպրոցի վրա 130,000 դրամ ավել հոսանքի փողը խի է գրել։ Թե կարող է պարզվի, որ այդ միլիարդները տենց են կուտակվել, հա։ Կարող է տենց բան պարզվի հանկարծ։ Կարող է պարզվի, որ այս հավելագրումներն է պատճառը, որ են բազան ընդհանուր հաշվիչների թվաբանության կորել է հանկարծ մի օրում։ Ուժեղ ու հարուստ տղա մանկապարտեզի վրա ավել հոսանքի փող գրող չես, ինչ ես նստել տենց ուժեղ մեծահարուստի դիրքերից խոսում։ Եղածը Հալիձորի մանկապարտեզի վրա հոսանքի փող հավելագրող չի։ Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշարք են առաջարկել եւ դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ որ դուք գաք Զվարթնոց օդանավակայան, դուք անմիջապես ձերբակալվելու եք, որովհետև ընտրակաշարք վերցնելը նույնպես հանցագործություն է եւ մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Նաեւ սիրելի հայրենակիցներ, որոնք Եզրաս arczepiskopos կոչված KGB-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով են ընտրակաշարք վերցրել։ Դուք էլ պիտի իմանաք, որ KGB-ի գործակալ Եզրասը հատուկ ուշադրության ներքո է մեր ծառայությունները եւ նույնպես դուք եթե նրա ցանցից գումար վերցնեք, ինչ որ կաշառք վերցնեք, իմացեք, հենց գաք Զվարթնոց օդանավակայան դուք ձերբակալվելու եք։ Սիրելի մյուս հայրենակիցներ, որոնք ընտրակաշառք չեն վերցրել, ուղղակի ուզում են գալ Հայաստան եւ քվեարկել։ Սա շատ ողջունելի է եւ ուրախ ենք, որ դուք ուզում եք գալ եւ ձեր քաղաքացիական պարտքը կատարել։ Լավ եղեք։ Կալուգայի Սամոյի եղբոր տղան, այն Կալուգայի Սամոյի, ում երբ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալի օգնականը զանգահարում է, ոտքի վրա կանգնած է զանգերին պատասխանում եւ ում տղան նաեւ համատեղության կարգով իրենց սեքսի նախարարի տեխնացուն է, հիմա այս մարդու եղբոր տղան հայտարարել է, որ իրենք Հրազդանում ինչ-որ գործարան են կառուցել։ Ցավոք սրտի ուզում եմ նշել, որ չնայած կառավարության բազմաթիվ ջանքերին, ֆինանսական աջակցություններին եւ տարբեր տեսակի արտոնություններին, սրանք այդպես էլ այդ մի գործարանն անգամ չկարողացան կառուցել եւ այդ գործարանը այսօր վերջնական արտադրանք չի թողարկում։ Նույնիսկ ազատ տնտեսական գոտի ենք հայտարարել գործարանի տարածքը, որպեսզի կարողանան արտադրանք թողարկել, նորից չեն անում։ Շաբաթը մեկ զանգահարում են, ինչ-որ գումարներ են խնդրում աշխատավարձեր վճարելու կամ ինչ-որ բաներ անելու համար, բայց նորից գործարանը չեն կառուցում։ Անգամ անցած տարի տեխնիկական խնդիրների պատճառով նույնիսկ մարդ մահացավ։ Նորից գործարանը չեն կառուցում, մինչև վերջ չեն ավարտում։ Հիմա հարցս երբ եք ավարտելու գործարանի կառուցումը։ Այդքան աջակցություն av կառավարությունը ձեզ տվե, այդքան բանա ձեզ տվե։ Երբ եք ավարտելու։ Ողջույն բարեկամներ, երեկվա հերթական բացահայտումները ընտրակեղծիքների ըստ էության եւս մեկ անգամ գալիս են ապացուցելու, թե հիմնականում ինչ խնդիր են ուզում լուծել ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը եւ այդ եռագլուխ պատերազմի կուսակցությունը։ Ըստ էության եւս մեկ անգամ ապացուցվում է, որ նրանք խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ, այսինքն ժողովրդի կողմից որոշումների կայացման հետ։ Եվ նրանք ուզում են փողով եւ այլ միջոցներով գնել կամ հետ վերցնել այդ իրավունքը ժողովրդից, որը ժողովուրդը վաստակել է ոչ բռնի Թավշյա հեղափոխության միջոցով 2018 թվականին, եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը դա թույլ չի տալու։ Ժողովուրդը երբեք թույլ չի տալու իրենից նորից վերցնել իր իսկ իրավունքը, որը ամրագրված է սահմանադրությամբ եւ փաստորեն անկախտելիորեն իրենն է։ Ժողովուրդը պետք է ձևավորի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իր կամքով, իր գիտակցված կամքով եւ ոչ թե ընտրակաշառքներով կամ այլ ընտրակեղծիքներով։ Այսա է հիմնական տարբերությունը մեր եւ այդ եռագլուխ պատերազմի կուսակցության, որով նրանք ուզում են եւս մեկ անգամ, արդեն միգուցե շատ երկար տարիներ, իհարկե արդեն ոչ այդքան ինքնիշխան եւ ոչ այդքան անկախ Հայաստանում թալանել եւ կեղեքել մեր ժողովրդին, ինչպես դա արել են, նրանից գնելով եւ նրա ձեռքից վերցնելով իրից ձայնը, որը մենք թույլ չենք տալու։ Մենք, ես նկատի ունեմ ժողովուրդը, դա թույլ չի տալու, իսկ պետական ինստիտուտներն էլ կանգնած են ժողովրդի կամքի կողքին։ Չի անցնելու այս տարբերակը
ավելին բոլոր ընտրակեղծարարները պատասխան են տալու օրենքի առաջ։ Բոլոր ընտրակեղծարարները կլինեն դրանք կեղծ հերոսներ, կլինեն դրանք ինչ որ այլ կարգավիճակում գտնվող անձիկ, որոնց որ օգտագործում են այդ քաղաքական ուժերը, պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ եւ երբ որ անդրադառնում ենք նաև այդ քաղաքացիների անձերին այդտեղ էլ շատ ասելու բան կա, բայց հիմա չեմ ուզում անձնավորել, հիմա համակարգային եմ ուզում, որ հարցին անդրադառնանք, մի տրվեք այդ ամեն ինչին, հարգելի քաղաքացիներ, մի վաճառեք ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։ Նոր մեծն բարերար Գագիկ Ծառուկյանի հանդիպումն էի նայում քաղաքացիների հետ, որտեղ կենսաթոշակներից էր խոսում մեծն բարերարը։ Թոշակները 10,000 դրամ ավելացավ, լավ 25-ը դարավ 35։ Տարական գիտելիքներ ու գրագիտություն անգամ չունենալով, թե ինչքան են եղել կենսաթոշակները եւ ինչքան են բարձացել, որ 25,000 դրամներից էր խոսում, երևի հիշել էր իր կոալիցիոն գործընկերների հետ իշխանության եղած ժամանակները, երբ որ օրինակ նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ էր, այսօրվա 46-ի եւ դա չհաշված հետվճարով 56-ի փոխարեն ու ինչ որ ճամարտակություններ էր անում։ Մի մարդ, ով իր գործունեությամբ ենթադրում եմ լրիվ հակառակ process-ներն է արել պետական բյուջեն լցնելու եւ որից հետո պետքա մեր կենսաթոշակները բարձրանային, ինչը տեղի ունեցավ 2018 թվականից հետո, ինչ է ուզում ասեի։ Չգիտեք, գոնե կողքից հարցրեք։ Տենց գրագետ մարդիկ է ձեր 4-5 վարչապետա տեխնացուները չեն կարող ասեն, որ 25 չի, օրինակ 49 ա եղել միջին կենսաթոշակը, հիմա 59 դառ է, պլյուս 10,000 էլ հետվճար։ Թե չկան ոչ անունները կա, ոչ էլ ամանումները։ Արագ մի բան ասեմ, սիրելի հայրենակիցներ, բոլոր այն դեպքերում, երբ որ փորձ կկատարվի խառնվել ընտրական process-ների մեջ, լինի դա կաշառք տալու, թե կաշառք վերցնելու դեպքում, իրավապահները շատ խիստ գործելու են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, անկախ նրանից, թե դուք խոսեք փակ կապով, բաց կապով, Telegram-ով, WhatsApp-ով, Instagram-ով, Signal-ով, Zang-ով, Viber-ով, որևիցե այլ միջոցով աղունիկ կուղարկեք, չգիտեմ, Max հավելվածով կխոսեք, բոլոր այդ դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու եւ կաշառք վերցնելու համար մինչեւ 7 տարի ազատազրկում է նախատեսվում։ Ինչպես նաեւ կաշառք տալու համար նախատեսվում է 8 տարի ազատազրկում։ Ասեմ ավելին, անկախ նրանից թե այդ կաշառքը ինչ տեսք կունենա, լինի դա հեռուստացույց, քյաբաբ, լինի դա գումար, ռուբլի, դրամ, դոլար, բիթքոին, այլ արտարժույթ, անկախ դրանցից որևիցե ձևով այդ գործընթացները դառնալու են իրավապահներին հասանելի։ Ասեմ ավելին, նույնիսկ եթե դուք բնակվում եք արտերկրում եւ կարծում եք, որ արտերկրում գումար վերցնելիս դուք ինչ որ բանով ապահովագրված եք, նույնպես սխալվում եք։ Հայաստան ժամանելիս, լինի դա ցամաքային սահմանով, թե օդային ճանապարհով, անցակետում ձեզ ամենայն հավանականությամբ հրավիրելու են զրուցելու։ Ուստի խնդրում եմ զերծ մնալ հայաստանյան ընտրություններին նման ձևով անօրինական ձևով խառնվելու փորձերից։ Հետո չասեք, չենք ասել։ Կալոդը բաժանել են ուղակի, խառնել են, թազա բաժանել են իրար մեջ, բայց կալոդը նույն կալոդն է։ Այդ նույն մարդիկ են։ Այդ նույն ղարի դամեկն են ու վեցնոցներն են, հասկանում եք, այդ նույնն է, դրան դա չի կարա Հայաստանի ժողովրդի համար ուրիշ ճակատագիր ապահովի։ Այդ ճակատագիրը մենք արդեն տեսել ենք, թե իրանք ինչ կարող էին անել մեր ժողովրդի համար, արել են, ինչ կարող էին բերել մեր ժողովրդի գլխին, արդեն բերել են։ Հիմա իրանք ուղղակի ուզում են գան նոր ախորժակով, նոր թափով շարունակեն թալանը, որովհետև այս վերջին տարին 8 տարվա ընթացքում այնքան նոր բան է ստեղծվել, որ կարելի է նոր ախորժակով թալանել։ Ես ուղղակի մտածում եմ, իրանք մտածում են, այս սրանք էշ են, այսքան բան կա ու չեն թալանում, իրանք ընկալման մեջ էլի, հիմա իրանք ուզում են գան նոր ախորժակով հոշոտեն են, այդ նոր սարքված մանկապարտեզներն էլ տանեն, սեփականաշնորհեն դարձնեն, բիլիարդ հանոցներ էլ դարձնեն ինչ որ մեկի մասնավոր սեփականությունը եւ ամեն ինչ ինչը որ կա։